Մենք խոսում ենք պետական հանցագործության մասին։ Սրան պիտի իրավական գնահատական տրվի եւ ես շատ պիտի ուզեի, որպեսզի ազգային ժողովը նաեւ իր դերում լիներ, քաղաքական գնահատական դրանից նաեւ բխեցնելու, որովհետեւ սա չի կարող ուղղակի իրադարձություն համարվել, որը տեղի է ունեցել բացառապես մարտի 1-ի նախօրեին եւ մարտի 1-ին միայն, որովհետեւ սա մեր պետության եւ ներքին եւ հատկապես արտաքին քաղաքականության առնչվող մի ահռելի շղթա է իրադարձությունների եւ մենք պիտի հիմա հիշենք նաեւ որ եթե չլինեին մարտի 1-ի իրադարձությունները հաստատապես այն զարգացումները որոնք տեղի ունեցան թե Ղարաբաղյան ճակատում Մայնդորֆյան զարգացումները երբ ըստ էության երկրորդ թրակ սկսվեց Մինսկի խմբի գործընթացին Ռուսաստանը ամբողջությամբ վերցրեց կարգավորման պլանը եւ մենք տարբերակ չունենք որտեղ ներքին լեգիտիմության այնպիսի խորը վիհեր գոյացել որ Սերժ Սարգսյանը բոլորին պատրաստ էր ուրեմն նվիրաբերել իր իշխանությունը մենակ թե ինքը շարունակեր կառավարել զուգահեռ նաև հայ-թուրքական գործընթաց ֆուտբոլային դիվանագիտություն եթե մենք մարտի 1 չունենայինք մենք այդ որակի փաստաթուղթ չէինք ունենա հայ-թուրքական հաշտեցման որտեղ ըստ էության առաջին անգամ կասկածի տակ դրվեց ցեղասպանության իրողությունը այդ հարցը պիտի քննարկեին պատմաբանների հանձնաժողովը Իդր մենք ինչ ունենք քննարկելու դա մարտի 1-ի հետ կապ ունեցող իրողություն է եւ եթե մարդիկ որոշել են ուղակի այս կարևոր հարցը ուղակի պարփակել եւ ամփոփել մարտի 1-ի իրադարձությունների շրջանակում դա չի հաջողվում պետության զավթումը պիտի ունենա գնահատական